Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Իրինա Յորյանը չընտրվեց այս պաշտոնում, ԿՊ-ն դեմ էր քվեարկել։ Խմբակցությունը հանձնաժողովի նոր թեկնածու չառաջադրեց։ Ավելի վաղ նույն հանձնաժողովի նախագահ չէր ընտրվել նաեւ Ուժեղ Հայաստանից Դավիթ Ղազինյանը։ Այս փուլում որևէ մեկը պարտավորագիր չի ստորագրել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար 400 միլիոն վճարելու մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ աշխատանքային պրոցեսներ են ընթանում, նաև վստահություն հայտնել, որ քննարկումները զարգացում են ունենալու։ Հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Փաշինյանն առաջարկել է այն վաճառել երրորդ երկրի։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ խնդրահարույց, իսկ վիրահատությունից հետո առաջին մեկ ամիսը համարվում է բարձր ռիսկային։ Սպուտնիկ Արմենիային այս մասին ասել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Քոչարյանին հիվանդանոցից դուրս են գրել, նա տեղափոխվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Նշենք, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել։ Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ բանջարեղեն, հաղորդում է էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է Watermelon Ecosystems-ի հիմնադիր Օմար Մոհամմադ Համդան Աբդուլլա Ալ-Շամսիին։ Հանդիպման ավարտին կողմերի միջև ստորագրվել է փոխանբռնման հուշագիր, որը Հայաստանից թարմ պտուղ բանջարեղենի երկարաժամկետ եւ կայուն արտահանման կազմակերպման հնարավորություն կստեղծի։ Պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակում սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների նոր հանդիպում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նա միաժամանակ նշել է, որ հնարավոր բանակցություններին պարտադիր կմասնակցի նաեւ ամերիկյան կողմը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հաստատել էր, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու վերաբերյալ նոր առաջարկներ։ Կիևը նաեւ հայտնել է, որ սպասում են Ամերիկայի նախագահի թիմի առաջին այցին Կիև։ Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 332-ի, անհետ կորած է ավելի քան 910 մարդ, այդ թվում 517 օտարերկրյա քաղաքացի։ Նեպալի բանակի 44 անդամ եւ 28 ոստիկան, 351 մարդ փրկվել է։ Ջրհեղեղը տեղի ունեցել օգոստոսի 26-ին Նեպալի եւ Չինաստանի սահմանին։